Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պատգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակը հերքել է պատգամավորի կապը Ալ-Ռոսայից գողացված ադամանդների հետ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ բացահայտել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ։ Գործարարի խոսնակը լուրը որակել է իբրև սուտ։ Սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է, գրել է խոսնակը։ Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ, այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետը։ Հայկական ԱԵԿ-ից եւ Սևան Հրազդան հեկերի Կասկադի էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է, եւ եթե այն ամբողջությամբ դուրս բերվի շուկա, ապա խոշոր ընկերությունները անմիջապես կգնեն այն։ Ըստ այդմ, հասարակ քաղաքացիները կստանան ավելի թանկ էլեկտրաէներգիա։ Այդ պատճառով տվյալ կայանները ազատ վաճառքի են հանում արտադրվող էներգիայի 10%-ից քիչ ծավալ։ Նրա խոսքով ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էլեկտրաբլոկի կառուցման հսկայական ծախսերն անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։ Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր, գրում է գործարար բարերար Սամվել Կարապետյանը, բացատրում թե ինչու իր աչքերով տեսավ իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը, դատարանի կողմից կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում, կոտրված դատավորի կեցվածքը, որը ըստ Կարապետյանի դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք։ Նամակի երկրորդ մասում արդեն բարերարը գրում է մեջբերում, ենթադրաբար հարևան երկրի նախագահային պահանջով դեռևս 2021-ի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։ 4 տարի անց 25 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի եւ արդեն երրորդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։ Կարապետյանը նամակում գրում է, որ ինքն ու իր ընտանիքը ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են օգնելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Վերջին 17 տարիների ընթացքում կրկնապատկելով աշխարհասփյուռ հայության ներդրումները հայրենիքում եւ ստեղծելով աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդը ապրի իր հայրենիքում եւ վաստակի իր հանապազօրյա հացը։ Գործարարը շեշտում է միայն այստեղ է հասկացել, որ հայրենիքին այսօր ավելի է անհրաժեշտ պայքարելու եւ չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում եւ տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում եւ վստահ եմ, որ նրանցից շատերը ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ եւ չվախենալով հսկիչների ներկայությունից բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել եւ փորձել վերանայել վերջին 7 տարիների այդպիսի գործերը եւ պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը եւ արդարադատությունը վերականգնվելու է։ Պայքարելու ենք։ Շարունակելի։ Նամակի երրորդ մասն արդեն վերաբերում է Հայաստանի անվտանգային խնդիրներին, ինչ հաջողվեց իշխանություններին, հարցնում է Կարապետյանը ու ձևակերպում պատասխանը ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների ու խաղաղության մասին երազանքները։ Արդյունքում մի քանի կացին կախվեց մեր երկրի գլխին։ Եվ Կարապետյանը ամփոփում է, շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է, պայքարելու ենք։ Այսպես է ավարտում բարերարը նամակի երրորդ մասը եզրափակելով։ Շարունակելի։ Հունիսի 22-ին մայրաքաղաքում կրակոցներ են հնչել դեպքի վայրը Գևորգ Վարդանյան փողոցներ, որտեղ էլ քրեական ու համայնքային ոստիկանները պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկույտ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է տարբեր հրազենից արձակված կրակված 4 պարկույտ։ Վիրավորի մասին Երևան բժշկական կենտրոնից են հայտնել իրենց մոտ է շտապօգնության խումբը տեղափոխել 32-ամյա Գուրգենին, ով Երևանի բանջարանոց ներթաղամասում հայտնի բոքսյոր Գուգոն է։ Նա աճուկային շրջանի եւ ծնկի հրազենային վնասվածք էր ստացել, սակայն երիտասարդը իրավապահներին որևէ բան հայտնել չէր կարողացել, վիրահատարանում էր։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության
Արաբկիրի ոստիկանության բաժնի ծառայողները, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարողին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։ Երեխան, որը հայտնվել է պետության խնամքի ներքո, հոգեբանական առումով արդեն իսկ խոցելի է։ Նման երեխաները որպես կանոն ունենում են յուրահատուկ պատմություններ, անհատական կարիքներ, հաճախ բարդ հոգեբանական վերքեր։ Շիրակի մարզի խնամքի հաստատություններից մեկում գրանցված 1 տարեկան երեխայի մահվան դեպքը հանրային մտահոգության շարժառիթ դարձավ, մեկ անգամ եւս ընդգծելով հարցի կարեւորությունը, որքանով են պաշտպանված այդ երեխաները, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են խնամքի հաստատություններում։ Մանկատանը երեխան չի կարող ստանալ բավարար չափով սեր, ջերմություն, ուշադրություն, անհատական մոտեցում, խորը կապվածություններ մեկ մարդու հետ չէ, որ տանը մեծացող երեխան զգում է անվերապահորեն սեր ծնողի կողմից, ինքն ընդունում ամբողջական։ Այդ ամենը բացակայում է մանկատան երեխայի պարագայում։ Հայաստանում գործում են հիմնականում 2 տեսակի հաստատություններ՝ ընդհանուր եւ մասնագիտացված։ Ընդհանուր խնամքի կենտրոններում տեղավորում են սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին, մասնագիտացված հաստատություններում առողջական խնդիրներ ունեցողներին։ Գյումրու կենտրոնը, որտեղ արձանագրվել էր երեխայի մահը, հենց այս երկրորդ խմբին պատկանող հաստատություններից է։ 1 տարեկան երեխայի մոտ գրանցվել է կենսաբանական մահ։ Մասնագետները նշում են, այնտեղ տեղափոխվում են այնպիսի երեխաներ, որոնք հաճախ ինքնուրույն չեն կարողանում սնվել կամ շարժվել։ Գյումրի գիտեք ինչ ծանր դեպքեր են։ Երեխաներ, որ ինքնախնամք չունեն, երեխաներ, որ սիստեմայի ամիացված այդ երեխաներին ու տալը չեն կարող իրանց հողովակով են կերակում, այնտեղ բավականին լուրջ բարդ դեպք է, ավելի թեթև կա, թեթևացած թեթև հաշվանդամություն, թեթև խնդիր։ Դա էլ թեթև չի, հա, բայց շատ ծանր խնդիրներով երեխաներ կան այնտեղ։ Խնամքի հաստատության ներսում երեխայի մահը ենթադրում է քրեական ընթացակարգ, սակայն հարկ է հասկանալ, դեպքը գրանցվել է երեխայի առողջական խնդիրների, թե այլ հանգամանքի արդյունքում։ Իրավական արձագանքը պարտադիր չի, որ հանգեցնի պատասխանատվության։ Իրավական արձագանքը դա տեղեկացնելն է իրավասու մարմիններին եւ բժիշկներին, որից հետո արդեն ուսումնասիրվում է տեղի ունեցել բնական մահ, թե մահը տեղի ունեցել ինչ-որ մի հանցավոր արարքների հետևանքով։ Մասնագետների դիտարկմամբ խնամքի հաստատություններում երեխաների կյանքը պետք է վերահսկվի հստակ չափորոշիչներով։ Սնունդ, հագուստ, կահույք, մասնագիտացված բուժօգնություն, ամեն ինչ պետք է համապատասխանի ընդունված նորմերին։ Իհարկե այնտեղ կան որոշակի առանձնահատկություններ կապված երեխաների առանձնահատկություններով, օրինակ եթե երեխան ունի առողջական խնդիր, ապա փոխվում է նաև սննդակարգը։ Եթե երեխան ունի խնամքի հատուկ պայմաններ, ապա ավելանում են մասնագետների քանակը, ովքեր որ պետք է աշխատեն այդ երեխաների հետ, օրինակ տրամադրեն որոշակի հատուկ թերապիայի ծառայություններ եւ այլն։ Մանկատանը մեծացած երեխաները էմոցիոնալ առումով շատ հաճախ տարբերվում են ընտանիքում մեծացած երեխաներից։ Հոգեբանները պնդում են անհատական կապի բացակայությունը խորհուզական հետևանքներ է թողնում։ Որպես խնդրի լուծման մեխանիզմ ոլորտի փորձագետներն առաջարկում են, որ երեխաները գտնվեն խնամատար ընտանիքներում, ծնողական խնամքի ներքո։ Բնականաբար այդ դեպքում արդեն խնամքի կենտրոններում նման դեպքեր տեղի չեն ունենա։ Մասնագետները պնդում են հաստատություններում երկարաժամկետ խնամքը պետք է փոխարինվի ընտանեկան միջավայրով։ Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսանկյունից հաստատություններում խնամքի իրականացումը ինքը չի դիտվում որպես երեխայի լավագույն շահերից բխող խնամքի ձև եւ ցանկալի է երեխաներին տեղափոխել այլ խնամքի պայմաններ, օրինակ խնամատար ընտանիք, խնամակալություն, իսկ եթե առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, տրամաբանական է որդեգրում։ Մասնագետները միաբերան պնդում են խնամքի մոդելը ընտանեկան մոդելով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Հենց այստեղից է գալիս այն ընկալումը, որ մանկատան երեխաների նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր, ցուցաբերել ավելի հոգատար մոտեցում։ Երեխան պետության խնամքի տակ չէ միայն փաստաթղթերով, նա հասարակության ամենախոցելի շերտի ներկայացուցիչն է, որի կյանքը եւ իրավունքները պետք է լինեն առավելագույնս պաշտպանված։ Գիրք, գինի, ջազ։ Այս պարզ, բայց խորհրդանշական ձևակերպմամբ արդեն 5-րդ տարին է ինչ Newmeg հրատարակչությունը ամառը դիմավորում է ինքնատիպ մշակութային փառատոնով։ Newmeg Summer Fest 2025-ի շնորհիվ երազայգին 2 օր անընդմեջ վերածվեց գրքի, արվեստի ու երաժշտության բացօթյա տոնի։ Այն վայելելու մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար։
Մենք սովորաբար ձմեռային փառատոնի ներկայացնում ենք հայ հեղինակներին, իսկ արդեն ամառային փառատոնին միջազգային բեսթսելերներ։ Այս դեպքում խոսքը վերաբերում է համաշխարհային ֆուտբոլիստ Մբապեի մասին կենսագրականին, մեզնից մեկը ստում է թրիլերի եռագրության վերջին մասին, երրորդ հատորին, Արնոլդ Շվարցնեգերի հուշերին, ինչպես նաև բազմաթիվ մանկական գրքերին։ Այս տարվա փառատոնն աչքի էր ընկնում իր ձևաչափային առանձնահատկությամբ առաջին անգամ մեծահասակների գրքի փառատոնին միացել էր նաև Երազի գիրք մանկական փառատոնը, միավորելով սերունդներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ընթերցանություն որպես մտքի եւ երևակայության տարածք։ Այս տարի մենք ներկայացնելու ենք նաև դետեկտիվ գրականություն, որը եռագրության երրորդ մասն է, եւ կարծում ենք, որ այդ ժանրի ստեղծագործության սիրահարները կկարողանան իրենց համար գտնել նոր թրենդային ուրեմն հերոսներ եւ բացահայտումներ։ Փառատոնի շրջանակում ներկայացվեցին 10 նոր գիրք 5 մանուկների, 5 մեծահասակների համար։ Հրատարակչության խմբագիրն առանձնացնում է իր համար ամենասիրելի ժանրային ուղղությունը, որն այս անգամ նվիրված է արհեստական բանականության հիմնախնդիրներին։ Կարող եմ առանձնացնել ֆինանսիստ պարբերականը, որ մենք ներկայացնելու ենք, ֆինանսական գրագիտության վերաբերյալ շատ հետաքրքիր աշխատություն է, որը ԱՊՀ տարածքում կարևորագույն գիտական վերլուծություն է տնտեսական առումով եւ այս անգամ ֆինանսիստը նվիրված է արհեստական բանականության խնդիրներին։ Փառատոնի հատկանշական իրադարձություններից մեկը գիտաֆանտաստիկ գրող Ռուսլան Սաղաբալյանի 7 գալակտիկաների դպրոցը գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր։ Գիրքը նախատեսված է 9 տարեկանից բարձր ընթերցողների համար եւ ինչպես նշում են կազմակերպիչները, սա պարզապես մանկական գիրք չէ, այն կամուրջ է սերունդների երևակայության, գիտության, ֆանտազիայի եւ իրականության միջև։ Գիտաֆանտաստիկ վիպակ է 7 գալակտիկաների դպրոցի մասին, որտեղ որ սովորում են տարբեր գալակտիկաների տարբեր ներկայացուցիչներ, երեխաներ։ Այս ինքնատիպ մշակութային փառատոնը եւս մեկ անգամ հաստատեց կարդալը թրենդային է, իսկ գիրքը երբեք չի կորցնում իր ժամանակակից խոսքը՝ լինի ֆանտաստիկ, կենսագրություն թե մանկական արկած։